Խոտը նոր կանանչում է, մի քիչ կանանչում է, կանանչի բացում, ասենք ձվով, թարխունով, նշում ենք։ Թարխունն ու ձուն սեղանին պարտադիր են։ Գարնան առաջին օրը ավանդաբար խաղողի այգիներում նշող արշալույսները ձևավորված ավանդույթը երբևէ չեն խախտում։ Անխախտ է նաև գործի հանդեպ նրանց կողմից դրսևորվող մոտեցումը, սկզբում աշխատանք, հետո նոր կերուխում։ Կարգտահարված այգիները վերականգնելու գործով են զբաղված։ Էտելուց պարզ է դառնում, որ շիվերի վրա առաջացած վերքերը շատ խորն են։ Բերքատվության նախկին մակարդակին հասնելու համար վնասված այգուց 2-ից 3 տարի է պահանջվում։ Արամը առաջին բերքը նախանցած տարի է ստացել 18 տոննա 8000 մետրից, իսկ կարգտահարության պատճառով նախորդ տարի ընդամենը 700 կիլոգրամ խաղող է հավաքել։ Այգու վերականգնման միջոցներ այսօրվա դրությամբ չունի։ Ջուրն էլ թանկ է։ Պետությունը անցյալ տարի կանգնել է ջրի հողի հարկերը հանել են, այս տարի էլ գոնե շատ բան չենք ուզում, ջուրը թանկ է, էլի մենք գիտենք, այն եկամուտներ չենք ստանալու առաջվա պես այս տարի, որտեղ էսի մի քանի տարի, մի երկու տարի պետք է 3 օր վերականգնի, գոնե ինչ-որ զիջումներ անեն զեղչերի։ Կարգտահարությունից տուժած խաղողագործների դարդին դարման են փորձում անել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նրա հետ մարզ այցելած պատգամավորները։ Այստեղ շուրջ 100 հեկտար խաղողի այգի 100%-ով վնասված է։ Այգեգործների կարծիքով ջրի բարձերը զիջելով եւ վարքերի տոկոսադրույքներն իջեցնելով ու վճարումները երկարաձգելով կարելի է մեծ օգուտ տալ գյուղացուն։ Եվս մեկ անգամ հավատացած եմ, որ շատ ճիշտ է արագ կազմակերպեք լսումներ անեք։ Եվ հրավիրեք թող դռնը բացնի համայնքի ղեկավարները, մարզպետարան, բոլոր նախարարությունները, ջրային տեսապետական բոլորը կան։ Աշխատելու ենք հնարավորին շատ, մենք կարողանանք այն խնդիրները, որը այսօր առաջ կասեցին գյուղացիները, ընդառաջ գնան։ Ազգային ժողովում Գառնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հետ կապված լսումների ժամանակ առաջնահերթ ընդգրկվելու են նաև գյուղացիների կողմից առաջ քաշված այդ հրատապ հարցերը։ Զրույցի շարունակությունն արդեն տոնական սեղանի մոտ է։ Արևը, ավանդույթն ու գինին օգնում են լավատես լինել։ Կարինե Վարդանյան, Ռուբեն Սարգսյան, ժամը լրատվական։